մեր Աստված փառավոր է, մեր Աստված փառահեղ է, որ ամեն ժամանակ մեզ պատիվ անում իր ներկայությամբ։ Այսօր ինձ հանձնարարվել է խոսել աղոթքի մասին։ Աղոթքը նորություն չեմ ասելու, աղոթքը զրույց է Աստծո հետ, բոլորիս հայտնի է։ Բայց ուզում եմ աղոթքի նշանակության մեկ այլ ուղղություն այսօր ուսումնասիրենք։ Աղոթքը հունարեն նշանակությամբ նշանակում է ձգտում դեպի Աստված, սրտի ցանկությունը ուղղված նրան։ Իսկ եբրայերենում, որ հանել եմ, այսպես է գրված աղոթքը ինչ է նշանակում, որի վրա կառուցել եմ այսօրվա իմ խոսքը։ Աղոթք նշանակում է խորհել, դատել սեփական սիրտը, ինքնակնություն եւ կապ Աստծո հետ։ Աղոթքը մեր կյանքի ամենօրյա հացն է։ Ինչպես հացը մեր կյանքի համար մեծ նշանակություն ունի, որպեսզի ապրենք, գոյատևենք, այնպես էլ աղոթքը մեր հոգու համար, մեր հոգևոր շնչառությունն է, որպեսզի չսառենք, ապրենք, շնչենք։ Աղոթքը կենդանի կապ է մեր Հոր Աստծո հետ, ամեն։ Իսկ այդ կապը զրույց է երկու կողմերի միջև։ Աղոթքը, ինչպես սկզբում ասացի, զրույց է Աստծո հետ, եւ այդ զրույցը լինում է երկկողմանի։ Բայց հաճախ մենք կարող խոստովանենք, որ այդ զրույցը միակողմանի ենք։ Երբ որ առավոտյան արթնանում ենք, Աստծուն ինչ ենք աղոթում, օրհնիր, պահիր, պաշտպանիր, օրհնի մեր ճանապարհը, ընթացքը, օրը ու վերջ։ Բայց աղոթքը ավելին է, քան այդ խոսքերն են։ Երբ որ մեկի հետ մենք զրույց ենք ունենում, երբ որ լսենք իր ապրումները, իր զգացմունքները, իր կյանքը, ու ինքը թույլ չտա, որ մենք խոսանք, ի վերջո մենք իրար լավ չենք ճանաչի, այդ կապը, որ պիտի լիներ, չի լինի։ Այնպես էլ աղոթքը մեր Աստծո հետ կապ է, երբ որ լսում ենք նրան եւ նա լսում է մեզ։ Աղոթքը մտերմություն է ստեղծում։ Երբ դու ճանաչում ես նրա սիրտը, իսկ նա ճանաչում է քո սիրտը, եւ այնտեղ է ծնվում իրական ճանաչողությունը։ Եվ եթե մենք իսկապես ապրում ենք աղոթքով, այն պիտի երևա մեր մարդկային փոխհարաբերությունների մեջ, որտեղ աղոթող մարդը, երբ որ մենք բնութագրում ենք աղոթող մարդուն, չենք ասում, որ ինքը բարձր աղոթում կամ լավ բառեր է օգտագործում, երբ որ ասում ենք ինքը աղոթող մարդը իր կյանքից է երևում, այսինքն ինչքանով հարաբերություն ունի Աստծո հետ։ Եվ այդ փոխհարաբերությունը նաև մարդկանց մեջ է երևում։ Երբ որ դու Աստծո հետ մտերիմ ես, մարդկանց հետ չես կարող քո փոխհարաբերությունը վատ հիմքերի վրա կառուցես։ Որտեվ աղոթքը հարաբերություն է Աստծո հետ եւ այն հարաբերություն է նաեւ մարդկանց հետ։ Այսինքն քո հարաբերությունը, մտերմությունը Աստծո հետ, այն արտացոլում է քո շփումը մարդկանց հետ։ Կուզեմ միասին ընթերցենք Ղուկասի ավետարանի 11-րդ գլուխը։ Որ գլխի վերնագիրը այսպես է. Հիսուսը աղոթել է սովորացնում։ Եվ տեղը աղոթ կներ, երբ դադարեցավ եւ իր աշակերտներից մեկը ասավ նրան. Տեր, մեզի աղոթել սովորեցրու։ Ինչպես Հովհաննես իր աշակերտներին է սովորեցնում։ Եվ Հիսուսը ասաց նրան. Երբ որ աղոթ կանեք, ասեք, ով հայր մեր, որ երկինքն ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես որ երկնքում, այնպես երկրի վրա։ Եվ մեր ամենօրվա հացը այսօր մեզի տուր, եւ մեզ ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտականերին, ապա չարեն մեզ ազատե։ Եվ ասավ նրանց. ձեզ մե ով է այն, որ բարեկամ կունենա եւ կեսգիշերուն մեջ կերթա եւ անոր կսե. բարեկամ, ինձի 3 նկանակ փող տուր, վազզի մեկ բարեկամս ճամփա ինձի եկավ եւ բան մը չունիմ նրան տալու։ Եվ անիկա ներսեն պատասխաներ եւ ասե. զիս մի հոգնացնի, արդեն դուրս փակել եմ եւ տղակս անկողնի մեջ են եւ չեմ կարա քեզ օգնել։ Եվ ձեզի կասեմ, թե բարեկամության համար չէ անոր համար, սակայն անոր տարապանքյալ թախանձանգին խնդրանցքի համար պիտի ելնե եւ անոր տա։ Ես էլ կասեմ ձեզի, խնդրեցեք եւ պիտի տրվի, փնտրեցեք եւ պիտի գտնեք, դուռը զարկեք եւ պիտի բացվի ձեզ։ Բացի ամեն ով որ խնդրե կառնե, եւ ով որ կփնտրե կգտնե, եւ ով որ դուռը զարնե, անոր պիտի բացվե անոր։ Այստեղ Հիսուսը աղոթել սովորեցնում, ոնց որ գլխում էր հիմնական գլխի վերնագիրն էր Հիսուսը աղոթել է սովորեցնում։ Այո, սկզբնական մասում սովորեցնում է հայր մերը եւ շարունակության մեջ ինչ է սովորացնում։ Աղոթել սովորեցնումը հավասարեցնում է մի կտոր հացի գաղափարին։ Այսինքն ասում է, որ դուք իրար մի կտոր
հաց տվեք, կամակիցներ եղեք, իրար համար հոգ տարեք, մեկ սիրտ եւ մեկ հոգի եղեք։ Դու քո մերձավորին պատրաստ ես մի կտոր հաց տաս, սա է քո աղոթքի կյանքի ցուցիչը։ Թե որքանով ենք աղոթքի մարդ, թե ինչքան մտերիմ ենք Աստծո հետ, դրա հաստատումը երևում է քո անձնական կյանքի մեջ, վերաբերմունքի մեջ, թե որքանով ես դու ողորմած։ Քո պատրաստակամությունը հաստատելու դա աղոթքի կենդանի ապացույցն է։ Ամեն։ Դա շնչող ապացույց է, որովհետև այն արտացոլում է Աստծո սիրո գործնական իրականությունը մեր կյանքում։ Այսինքն, երբ որ դու աղոթում ես, Աստված լսում է։ Երբ որ դիմացին է քեզ, աղաղակում է, դու արդյոք նրան լսում ես, թե քո ակաժները փակում ես։ Աղոթել ինձ սովորեցրու։ Եվ Հիսուսը ցույց տվեց ուղղահայաց եւ հորիզոնական աղոթքի կարեւորությունը։ Այսինքն ուղղահայաց աղոթք, երբ որ դու փառաբանում ես նրան, երկրպագում ես նրան, նրա սրբությանը, գերազանցությանն ես հաղորդ լինում, ճանաչում ես, իսկ հորիզոնական աղոթքը նա է, երբ որ դու լռում ես եւ լսում ես նրան, նրա սրտի ձայնը։ Եվ Մատթեոս 25:35-ից 36-ում մեզ շատ հայտնի տեղ է, երբ որն է նա ասում։ Ինչ է ասում, երբ որ նրան եք լսում։ Ասում է սոված էի, հաց տվեցիք, ծարավ էի, խմելու բան տվեցիք, մերկ էի, հագցրեցիք։ Եվ հիշում եք աշակերտները, երբ որ ասեցին, մենք այս ամենը երբ ենք քեզ արել։ Եվ նա ասում է, երբ որ քո փոքր եղբայրներից մեկին ես անում, ինձ ես անում։ Սա այն հատվածներից է, որով սովորեցնում է Հիսուսը հորիզոնական աղոթքը։ Աղոթել ու գործով օգնել դիմացինին, ի նշան Աստծո սիրո։ Եվ մի մեջ բերում եմ Արել Դերեկբրիսի խոսքերից, որ ասում էր. աղոթքը մեզ համար միջոց չէ, Աստծուն ստիպելու անել այն, ինչ ցանկանում ենք։ Այսինքն աղոթքը մեր համար կախարդական փայտիկ չի, որ աղոթքով ստանանք այն, ինչ որ մեր սրտի ուզածն է, այլ աղոթքը մեզ համար միջոց է Աստծո համար դառնալու իր կամքը կատարող գործիքը։ Աղոթքը սա է, երբ որ մենք դառնում ենք նրա կատարող գործիքը, այսինքն դառնում ենք այն մարդը, որ Աստված մեր միջոցով կարողանում է իր գործը անել։ Այսինքն երբ որ դու աղոթող մարդ ես, ի վերջո դառնում ես ինչ որ մեկի համար աղոթքի պատասխան։ Երբ ուղղահայացը եւ հորիզոնականը միահոսվում են, աղոթքը դառնում է ավելի քան բառեր, այն վերածվում է կենդանի զորության։ Երբ որ ուղղահայաց կապը եւ հորիզոնական կապը գործեն, մեր աղոթքներն զորավոր կլինեն։ Երբ երկուսը համընկնում են, աղոթքը դառնում է շարժիչ ուժ, որը կարող է հաղթել դժվարությունները եւ շարժել սարերը։ Ամեն։ Եվ աղոթքը հաղթություն է բերում։ Մի կարճ պատմություն եմ ուզում պատմել շատերիս հայտնի Աբրահամ Լինկոլնի մասին, որ Ամերիկայի 16-րդ նախագահն է եղել, որ թագավորել է 1861 թվականին, եւ այդ տարի էր, որ Ամերիկայում եղավ քաղաքացիական պատերազմ, եւ այն ասում են, որ ամենաարյունալի դեպքերից է Ամերիկայում, որ եղել է, որի ժամանակ մահացել է մոտ 700,000 մարդ եւ 100,000 մարդ ուղղակի հաշվանդամ է դարձել։ Եվ ասում են, որ Աբրահամ Լինկոլնը հաճախ էր առաստանում եւ երկար աղոթում էր։ Նա գրում է, որ աղոթքը օգնեց գտնել լուծումներ, նույնիսկ ամենամեծ ճգնաժամերի ժամանակ, որոնք սկզբում թվում էին անհնար։ Եվ Աբրահամ Լինկոլնի խոսքերից մեջբերում եմ ուզում անել, որ ասում էր. ես բազմիցս հայտնվել եմ ծնկի վրա, զգալով, որ այլևս ոչ մի տեղ չունեմ գնալու։ Այսինքն, երբ որ դու ծնկի վրա ես, դու ցույց ես տալիս, որ ամբողջությամբ հանձնվել ես Աստծուն, եւ այդ ժամանակ է գալիս իրական հաղթությունը։ Եվ ծնկի վրա լինելը դա լինում է մեր վերջնակետը, ոչ թե տարբերակներից մեկը, այլ վերջնակետը երբ որ լինում է, այսինքն մեր ծնկների վրա, որ հասկանում ենք, որ ուրիշ տեղ էլ չկա հաղթություն, ուրիշ տեղ էլ խնդրին լուծում չկա, այդ ժամանակ գալիս է Տիրոջից պատասխանը։ Եվ Ելիս 17-րդ գլխում սա այն տեղն է, ուզում եմ մեջբերում անեմ 11-րդ համարից, երբ որ Իսրայելը ամաղեկացիների դեմ պատերազմ էր անում, շատերից շատ հայտնի է։ Եվ հիշում ենք, երբ որ պատերազմ էր անում ամաղեկացիների դեմ, Մովսեսը բարձրացավ բլուրը։ Իսրայելը պատերազմ էր անում, բայց ինքը բարձրացավ բլուրը։ Եվ գրված է, երբ որ Մովսեսը ձեռքերը բարձրացնում էր դեպի Աստված, Իսրայելը հաղթում էր։ Իհարկե, մեր մտածմունքով պիտի Մովսեսը մարտի դաշտում լիներ, բայց Մովսեսը բարձրացել էր բլուրը։ Կարծես վերևից էր նայում այդ ամբողջ խնդիրներին, մարտերին։ Նա աղոթքի վայրում էր։ Աստված է մեր հաղթանակի աղբյուրը։
Իհարկե, մենք կարող ենք պայքարել կամ փորձել լուծում գտնել մեր ուժերով, բայց իրական հաղթանակը գալիս է միայն նրա միջոցով։ Ինչպես այդ պատերազմում աղոթքը մեր առաջնակիցն է։ Երբ մեր կյանքը, մեր նպատակները, մեր սպասումները, մեր ցանկությունները ամեն բան դնում ենք Աստծո ձեռքերի մեջ, հանձնում ենք նրան, նա օգնում է փոխել իրավիճակները։ Եվ հանձնվել նրա կամքին չի նշանակում դա թուլություն է, այլ նշանակում է վստահություն Աստծո զորության մեջ, որտեղ հաղթանակը գալիս է աղոթքով եւ Աստծուն վստահելով։ Ամեն, բայց այն չի նշանակում զրո ջանք, որտեղ հիշում ենք, որ Մովսեսը աղոթում էր, բայց Իսրայելը պատերազմում էր։ Այսինքն այս երկուսը երբ որ միասին է լինում, աղոթքը եւ գործողությունը միասին են գործում, այդ ժամանակ գալիս է հաջողությունը, գալիս է հաղթանակը։ Աղոթքը մարտից դուրս գալ չէ, դա մարտն Աստծո ձեռքը հանձնելը։ Եվ Զաքարիա 4:6-ում գրված է. ոչ զորությամբ, ոչ ուժով, այլ Տիրոջ հոգով է։ Եվ խոսքս ավարտելով մեջբերում անեմ Սմիթ Վիգլսվորթի խոսքերից, որ ասում է, ես հազվադեպ եմ աղոթում ավելի քան 5 րոպե, բայց երբեք չեմ անցկացնում 5 րոպե առանց աղոթքի։ Այսինքն աղոթքը մեր կյանքը պիտի լինի, մեր շնչառությունը, մեր ապրելակերպը, կենսակերպը, ամեն ժամանակ մեր շուրթերի վրա պիտի լինի աղոթքը։ Ոչ թե եկեղեցում միայն աղոթք լինի, ոչ թե առավոտ կամ երեկոյան, այլ ամեն ժամանակ մեր շուրթերին պիտի Աստծուն երկրպագելը, Աստծո ձայնը լսելը լինի։ Երբ դու կապ ունես Աստծո հետ, ուղղահայաց, աղոթքի միջոցով, դու միանում ես նրա ծրագրին, եւ այդ կապը բերում է հաղթություն, զորություն եւ խաղաղություն։ Այդ ժամանակ քո հորիզոնական կապը մարդկանց հետ դառնում է սիրով, խոնարհությամբ եւ կարեկցանքով լի։ Եվ հենց այդտեղ, որտեղ ծնկները ծալվում են աղոթքի մեջ, սկսվում է իրական հաղթանակը, եւ այդ ճանապարհը մեզ տանում է դեպի հաղթանակ։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։ Դեռ մենք գոհանում ենք քեզանից իմ Աստված։ Շնորհակալ ենք իմ Աստված ջան, որ ամեն ժամանակ այս երկրի վրա կարող ենք քո հետ հաղորդ լինել, Տեր, որ դու ստեղծել ես այդ ամեն պայմանները, Տեր, քանի կանք ապրում ենք, Տեր, իմ Աստված ջան, թող ամեն ժամանակ մեր շուրթերին լինի այն, Տեր, որ քեզ փառաբանելը, օրհնելը լինի, Տեր, քեզ հաղորդակից լինելը, իմ Աստված ջան, քո սրտի ձայնը լսելը, իմ Աստված ջան, եւ մարդկանց համար կարիքի պատասխան լինելը, Տեր։ Շնորհակալ ենք իմ Աստված ջան, որ դու ամեն ժամանակ, Տեր, մեզ լուծում ես տալի քո կամքի մեջ հանձնվելով, Տեր։ Թող մենք էլ, Տեր, իմ Աստված ջան, երբ որ մենք խնդրի մեջ ենք լինում, Տեր, թող մեր ծնկները ծալվեն քո ներկայության մեջ, Տեր, եւ հավատում ենք, որ դու կհաղթություն կբերես մեր կյանքի մեջ, Տեր։ Որտի որ ամեն ժամանակ, Տեր, իմ Աստված ջան, ոչ թե, Տեր, իմ Աստված ջան, չգիտեմ ինչ խնդիրների ժամանակ, այս ամեն ժամանակ, Տեր, մեր շուրթերի վրա լինի քեզ փառաբանելը, Տեր, մեր շուրթերի վրա լինի քեզ աղոթելը, Տեր, թե ուրախության, թե տխրության ժամանակ, Տեր, թե լենության, թե նեղության ժամանակ, իմ Աստված ջան, որ առանց աղոթքի, առանց քո հետ հաղորդակցվելու, Տեր, ոչինչ չանենք, ինչ որ անելու ենք, Տեր, հանձնվենք քո կամքին, Տեր, քո ծրագրին, իմ Աստված ջան, եւ բաժին ունենանք քեզ հետ, Տեր, իմ Աստված ջան։ Շնորհակալ ենք, Թագավոր Աստված, լինի քեզ փառք, օրհնություն, Հայր, Հիսուսի անունով, ամեն։